Բարև հանրային ռադիո եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, այսօր իմ զրուցակիցն է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Էդվարդ Աղաջանյանը, բարև ձեզ։ Պարոն Աղաջանյան, այսօր առավոտից բնականաբար առաջին լուրը, որ գրեթե բոլոր ովքեր դրա հոսին հետևում են, դա Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի անդամների ձերբակալություններ, խուզարկություններն էին, քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը, որ Ռոբերտ Քոչարյանը այս թվականին ձեռքաբերել է, ինչ է։ Եվ այստեղ ես ենթադրում եմ, որ արդեն սկսվել են այդ խոսակցությունները, ավելի ճիշտ դրանք սկսվել էին դեռևս 3 խորհրդարանում, երբ Լևոն Քոչարյանը համապատասխան հարցադրմամբ դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասելով, թե այն ամեն ինչ տեղի է ունենում թե իր ընտանիքի եւ մյուս ընդդիմադիրների հետ, պայմանական ասած նախկինների հետ, դրանք քաղաքական հետապնդման տարրեր են պարունակում, որովհետև իրավական չեն, իրավական դաշտում չեն, եւ դա արվում է ընտրողաբար, այսինքն ով մի քիչ իրեն խելոք չի պահում, ասենք Գագիկ Ծառուկյանը իրեն խելոք չպահեց, բռնվեց, Լևոն Քոչարյանը իրեն խելոք չպահեց, այսօր արդեն բռնվեց կամ եղբայրը կամ հայրը եւ այլն։ Հիմա այս ամբողջ կանտատը ինչի մասին էր, որ Հայաստանում իրականացում են քաղաքական հետապնդումներ, որ քաղաքացիական պայմանագիրը գնում է ըստ էության տոտալիտարիզմի։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տեսեք, ես ուզում եմ հիշեցնել նախընտրական քարոզարշավը եւ նախընտրական քարոզարշավի շրջանակներում վարչապետի հայտարարությունները, այդ թվում եւ մասնավորապես պատերազմի եռագլուխ կուսակցության 3 առաջնորդների մասին եւ այդ թվում ընտրություններից հետո տարբեր առիթներով վարչապետը այս հարցին անդրադարձել է։ Խոսքը գնում է ըստ էության ժողովրդի պատգամի մասին, եթե կուսեք, որովհետեւ տեսեք, պնդումներն առայն թե սրանք քաղաքականապես մոտիվացված քայլեր են իրավապահ համակարգի կողմից, կարող է ընկալելի լինել, եթե ընդհանուր համատեքստից կտրվենք, մենք այս ամենը, իսկ համատեքստը ո՞րն է, որ նախորդ 5 տարիների ընթացքում ըստ էության իրավացիորեն դուք նշեցիք ձեր մեջբերման մեջ, որ կան գործեր, որոնց հետ կապված ըստ էության պետք է որ իրավապահ համակարգը նախորդիվ արդեն ունեցած լիներ բավարար բազա այդ գործերը հասցնելու դատարան եւ այլ։ Եվ խոսելով սրա մասին վարչապետը մի քանի անգամ ասել է, որ տարօրինակ է եւ զարմանալի է եւ ընդունելի չէ, որ մենք հիմա ենք այս հարցերը քննարկում, այդ թվում Գագիկ Ծառուկյանի հետ կապված, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի հետ կապված, այդ թվում Սերժ Սարգսյանի հետ կապված եւ այլ, հա։ Այսինքն հեղափոխությունը ըստ էության ինչի մասին էր, ինչու տեղի ունեցավ հեղափոխությունը առաջին հերթին։ Ուզում եմ հիշեցնել, որ իհարկե ժողովրդավարության պակասի ընդհանուր առմամբ խնդիրը կարմիր գծով գնացող բաններ, թեզներ, հա, եւ ըստ էության ժողովուրդը դուրս էր եկել փողոց այդ թվում դրա համար, բայց իմ համար անձնապես ի սկզբանե քաղաքականությամբ հետաքրքրվելու առաջնային շարժառիթը եղել է ընդ որում Քոչարյանի կառավարման տարիների մասին է խոսքը, եղել է տոտալիտար անարդարությունը, ընդհանուր նախ տոտալիտար համակարգը ինքնին եւ տոտալ անարդարությունը եւ կոռուպցիան եւ ամենաթողությունը եւ այլն, որոնք ուղիղ փոխկապակցվում էին կոնկրետ Քոչարյանի ընտանիքի հետ, հա, եւ իր կառավարման տարիներին իր հետ փոխկապակցված քաղաքական էլիտայի հետ։ Հետո եկավ Սերժ Սարգսյանը։ Հիշեցնեմ նաեւ Գագիկ Ծառուկյանը, թե քաղաքական ծնունդն է, հա, կարելի ասել։ Եվ տրամաբանականներ, որ պետք է ակնկալվեր, որ 2018-ի հեղափոխությունից հետո այս բոլոր խնդիրները պետք է հերթով իրենց տեղը գտնեին մեր իրավապահ մարմինների համապատասխան ինստանցիաներում հասնելով դատարան եւ դատարանի համապատասխան վճռով հաստատվեր ժողովրդի կամքը։ Դա տեղի չունեցավ թե 18-ի հեղափոխությունից հետո, դրանից հետո տեղի ունեցավ պատերազմ, կոവിഡ് պատերազմ եւ այլ, դրանից հետո հետ պատերազմյան 5 հնգամյա ըստ էության ճգնաժամային կառավարում, որից հետո այս ընտրություններից հետո մասնավորապես եւ բազմաթիվ անգամներ նաեւ վարչապետը այդ մասին խոսել է, որ կարելի է արձանագրել, որ
մենք հիմա նոր ունենք այն ռեսուրսը որպես իշխանություն այս գործերը գլխի բերելու։ Երբ վարչապետը իր հայտնի ելույթներից մեկում ասում էր, որ այս ամբողջ ընթացքում մենք կռիվ ենք տվել 23 կամ 21 գլխանի դիվիդենդ, վերջում մնացել է այս 3-ը, խոսքը գնում էր հիմնավորապես արտաքին ճնշումների եւ արտաքին ուրեմն արտաքինից գալացող վտանգների մասին, որը կառավարելը զուգահեռ ներքին խնդիրներին, այդ թվում դատաիրավական համակարգի խնդիրների հետ համատեղ գրեթե անհնար էր։ Այսինքն պետք էր նախ կառավարել արտաքին վտանգները, որոնք կան, արտաքին ճնշումները, դրանից հետո արդեն հիմա, երբ մի քիչ ավելի հանգիստ է իրավիճակը, ճիշտ եմ ես հասկանում։ Խնդիրը արդեն զբաղվել այն մյուս հարցերով։ Այո, ռեսուրսների հասանելիության խնդիր էր ըստ էության։ Եվ կարծում եմ արտաքին գործոնների մասին խոսելով պետք է նաև չմոռանալ մեր այսօրվա ընդդիմության եւ տարբեր եւ մասնավորապես մեկ հայտնի պետության հետ սերտ կապերը, որոնց արկայությունը ինքնին այդ ժամանակահատվածում մեծ դժվարություններ էր առաջացնում այս գործերը բերելու իր տրամաբանական հանգրվանին։ Եվ կարծում եմ մեր ժողովուրդը այս վերջին ընտրություններին հերթական անգամ մեզ տալով վստահության քվե ըստ էության հասկացավ մեր ուղերձը, հասկացավ այն ծավալուն եւ բազմակողմ խնդիրների սպեկտրը, որի դեմ պայքարել ենք այս ամբողջ ընթացքում, հակառակ պարագայում տրամաբանորեն պետք է որ մեզ չքվեարկեին մարդիկ։ Եվ կարծում եմ, որ այնինչ այս պահին տեղի է ունենում, կարելի է ընդամենը բնութագրել որպես հեղափոխության օրակարգի հերթական մի էտապ, որը իր ընթացքի մեջ է։ Պարոն Աղաջանյան, հանկարծ տպավորություն չստեղծվի, թե խոսքերից եմ կախվում, բայց տեսեք, արտաքին խնդիրները, արտաքին վտանգները, ռիսկերը հասկանալի է։ Չնայած օրինակ ինձ համար հասկանալի չէ, թե օրինակ քննչական կոմիտեն դրա հետ ինչ կապ ունի, կամ ասենք դատախազությունը դրա հետ ինչ կապ ունի, ինչի համար եմ ես այսպես ասում։ Տեսեք, 21 թվականին, երբ վերընտրվեցիք իշխանություն որպես, վարչապետն էլ ասում էր, որ մենք ունենք պողպատե մանդատ, որ այս հարցերը բոլոր կարգավորելու ենք, լուծելու ենք այդ հարցերը։ Հիմա տեսեք, քննչական կոմիտեն այսօր հսկայական ցուցակ է հրապարակել, նախաքննության տվյալներ են ձեռք բերվել նաև եւ այսպես շարունակ, չեմ թվարկելու, որտեղ հաղորդման կեսեր պիտի կարդամ, հա, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը ինչա ձեռք բերել, որ թվականին, որտեղ եւ այլն։ Ես չեմ կարծում, թե այս ցուցակը 3-ը հայտնվել քննչականի ձեռքի տակ։ Ես ենթադրում եմ, որ այս ցուցակը կար նաև 21 թվականին, 23 թվականին։ Ես գիտեմ, որ օրինակ պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը առնվազն 3 անգամ գրել է այն խնդիրների մասին, այսինքն դիմումի ձևով, տեղեկացնելու ձևով, թե ինչ է կատարվում, այսպես ասեմ, Գագիկ Ծառուկյանի տնտեսությունում կապված այդ Շանգրիլայի հետ եւ այլն։ Ընթացք չի տրվել այդ ամեն ինչի եւ հիմա այդ ամեն ինչին տրվում։ Ես որպես ընտրող, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեմ հասկանում ինչու մինչեւ հիմա չի արվել եւ արվում է հիմա։ Հարցը նաեւ դա է։ Կներեք Ռոմանոս Պետրոսյանը Շանգրիլայի հետ կապված որ այնտեղ կեղծիքներ կան այն մեղադրանքները, որ հիմա որ իրականում որ ինքը կապ ունի դրա հետ, ես պետական վերահսկողության ծառայության պետ էր։ Հա լիցենզիայի տրամադրման հա, որ ինքը ոչ թե այսքան ներդրում արել իրականում, այլ այսքան արել։ Եվ այլն, այսինքն այդ ամեն ինչ պարզ էր, հայտնի էր եւ հա հիմա հասկանալի չի շատերի համար այդ թվում նաեւ ձեր կողմնակիցների ինչի այս ամեն ինչը այսքան ձգվել։ Տեսեք, ես մասնագիտության ոչ իրավաբան եմ, ոչ նախաքննության գործընթացի դետալներին չեմ կարող մասնագիտորեն առնվազն անդրադարձ կատարել, բայց մի բան միանշանակ է, որ կամ առնվազն ենթադրել է, տեսեք, սրանք հարցեր են, որոնք հավանաբար ինչ-որ պահի, երբ որ ազգային ժողովում մեր գործընկերները կգան զեկույց ներկայացնելու, մի մասը հավանաբար մեր կողմից այդ թվում կողենք մեր գործընկերներին, այնուամենայնիվ ես ենթադրում եմ, որ որպիսի
գործը ամբողջական լինի, որովհետև նաև մեր մասնավոր զրույցի ժամանակ մենք իրար հետ երբ խոսում էինք, մենք նաև քննարկեցինք այն հանգամանքը, որ իրավապահ մարմինները հաճախ ոչ այնքան պատրաստված են լինում գործերը ներկայացնելիս դատարան եւ չնայած որ հաճախ մենք հենց դեպի դատարան ենք ուղղում մեր մեղադրանքների սլակները, հաճախ լինում է դեպքեր, երբ իրավապահ համակարգի մասնավորապես քննչականի կամ դատախազության կողմից միգուցե ամբողջ փաթեթը բավարար ուսումնասիրված կամ բավարար պատրաստված չի հասնում դատարան, հաստարկված, հիմնավորված եւ այլն։ Պատճառներից մեկը կարող է լինել դա, թե ինչու է հիմա նոր այս ամբողջ փաթեթը ներկայացվելու դատարան կամ ինչի է հիմա ազգային անվտանգության ծառայությունը եւ քննչական մարմինները հրավիրում քոչաներին բաժին եւ այլ, բայց ես չեմ բացառում նաեւ, որ այս գործընթացը համընկնում է նաև ընդհանուր քաղաքական process-ների հետ եւս, գիտեք, այն որ ընդհանրապես պետական համակարգում, այդ թվում նաև բնականաբար իրավապահ համակարգում ի սկզբանե deep state հասկացողությունը տեղ գտել է, դա կասկածի ենթակա չի, որովհետև ուզում եմ հիշեցնել, նախքան 18 թվականի հեղափոխությունը մենք ապրել ենք մոտ 20-25 տարի մի համակարգի պայմաններում, երբ ընդհանուր պետական ստրուկտուրաների գործառույթները պայմանավորվում էին լրիվ այլ տրամաբանություններով, այսինքն մենք ունենք վերից վար, ինչպես կասեց դասականը, կոռումպացված համակարգում, որտեղ կադրերը աճում էին ինչ-որ տրամաբանության մեջ, հա, եւ ըստեղ ակնկալել, որ 18-ից հետո ամբողջ համակարգը պետք է ասես մի հատ update լիներ եւ ինքնամաքրվեր եւ կգային մեկ օրվա մեջ իրենց փոխարինման մի նոր սերունդ, դա բնականաբար կլիներ առնվազն ոչ տրամաբանական է, ակնկալիքն ունենալ։ Այն որ այս գործընթացը տևել է երկար, սա եւս փաստ է իհարկե, հնարավոր էր արդյոք այս տրանսֆորմացիան ավելի արագ կազմակերպել, միգուցե հնարավոր էր, բայց այստեղ է գալիս ռեսուրսների սահմանափակության խնդիր, ինչի մասին ես քիչ առաջ խոսեցի, որովհետև ուզում եմ կրկնել, որ 21-ից 26 թվականների ընթացքում կառավարության առաջնային նպատակը եղել է Հայաստանի շուրջ ապահովել խաղաղություն ըստ էության, որպեսզի այն արտաքին ռիսկերը, որոնց մենք մշտապես որոնց թիրախում ենք եղել, հնարավորինս մեղմվեին, որպեսզի այդ ռեսուրսները ինչ որ բայի հնարավոր լիներ ուղղել պայմանականորեն օրինակ իրավապահ համակարգի թարմացման, տրանսֆորմացիայի եւ մնացածի վրա։ Իհարկե, այս մի քանի օրերի ընթացքում ինչ նոր կառավարությունը ձևավորվել է, ակնկալել, որ դա տեղի ունեցել ու դրանով պայմանավորված այս քրեական գործերը, իհարկե դա էլ абսուրդ կլինի, բայց նկատի ունեմ, այս գործընթացը բազմաշերտ է եւ չի կարելի մի հատվածը ամբողջությամբ հանել հավասարումից ու ասել մենակ սա է, հա, սրանով է պայմանավորված կամ մյուսը։ Այն որ բազմաթիվ հանգամանքներ պետք է իրար հետ միաժամանակ գային հասնեին ինչ որ X կետի, որից հետո որ մենք կունենայինք մեր կամ կունենանք դեռևս մեր ուզած կամ մեր պատկերացած իրավապահ դատա իրավական հավաքարքը դա միանշանակ է, այսինքն մի գործոն չի, որով պայմանավորված դա պետք է լինի կամ չլինի։ Պարոն Աղաջանյան, կարող եմ օրինակ ես ենթադրել կամ եզրակացնել, որ հիմա մենք հասել ենք եռման կետին, ինչ իմաստով եմ ասում։ Տեսեք, մի կողմից կալանավորված է Գագիկ Ծառուկյանը, ենթադրաբար կկալանավորվի կամ դա ձերբակալված է Ռոբերտ Քոչարյանը։ Սամվել Կարապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ։ Դրա հետ միաժամանակ Ռուսաստանից ոչ միանշանակ եւ ոչ միանշանակ են իմաստով, որովհետեւ պարոն Մեդևեդևը հասկանում եմ, որ սթափության տեստ ամեն անգամ ինչ որ բան գրելուց կամ հարցազրույց տալուց առաջ չի անցնում, բայց երբ խոսում է ըստ էության դաշնակից երկրի ղեկավարության մասին ասելով, թե Հայաստանի իշխանությունների դեպքում կիրառելի է միայն խոզերի առաջ մարգարիտներ մի փռեք այդ արտահայտությունը, հասկանալի որ այնտեղ էլ ամեն ինչ նորմալ չի եւ այս ամենի համապատկերում ձեզ նաեւ մեղադրում են, ասում են դուք միտումնավոր փչացրել եք հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ եւ հիմա ըստ էության
Գագիկ Ծառուկյանով, Ռոբերտ Քոչարյանով, Սամվել Կարապետյանով, չգիտեմ, Անդրանիկ Թևանյանով այսպես Ռուսաստանին ցույց եք տալիս, որ դուք այլևս կամուրջներ չեք տեսնում դեպի Մոսկվա տանող։ Գիտեք, ձեր հարցադրումը շատ հետաքրքիր է ինքնին, որովհետև հարցադրումը ինքնին ենթադրում է, որ այն մարդիկ, ում հետ կապված էսպայն քրեական գործեր կան, ուղիղ փոխկապակցված են Ռուսաստանի հետ, հետևաբար, այսինքն տրամաբանական շղթան գնում է, որ եթե իրաց հետ կապված կան քրեական գործեր, նշանակում է մենք ուղիղ դրանով փչացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նախ եթե մեր դարավոր բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ կարող են փչանալ ինչ-որ տարբեր անհատների շուրջ քրեական գործերով կամ քաղաքական պայքարով, դա ինքնին նշանակում է, որ այնուամենայնիվ մեր դարավոր բարեկամությունը այնքան էլ կամ այդ բարեկամության հիմքերը այնքան էլ ամուր չեն։ Եվ գիտեք, մեծ հաշվով այս ամբողջ պատմությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ սուվերենության մասին է։ Մենք խոսում ենք այդ թվում վերջին օրերին Ռուսաստանի կողմից Հայաստանի տարբեր ապրանքների նկատմամբ, արտահանման նկատմամբ սահմանափակումների մասին։ Եվ սա եւս մի հարց է, որտեղ կա երկընտրանք պետության համար, հա, իրավիճակա, որտեղ պետությունը պետք է որոշում կայացնի։ Եվ կարծում եմ նմանատիպ իրավիճակներում, որ պետության կարևորագույն գործառույթը, մասնավորապես այս իրավիճակում կոնկրետ ընտրություն կատարելու մեջ պետք է շատ հստակ լինի եւ պետությունը պետք է գործի ինքնիշխանության, պահպանության դիրքերից։ Ինչքան էլ որ կարճաժամկետ որոշակի խնդիրներ կարող է առաջանալ մեր տնտեսվարողների մի մասի համար։ Եվ նույնը վերաբերելի է քաղաքական ոլորտին, այսինքն մենք բոլորը գիտեն, որ այս մարդիկ Ռուսաստանի հետ մեղմ ասած առնչություն ունեն։ Գիտեն, որ այսինքն այստեղ գաղտնիք չկա, երբ Ռուսաստանի նախագահան ուղիղ եթերում Հայաստանի վարչապետի հետ քննարկման ժամանակ ասում է Ռուսաստանի քաղաքացիություն անձնագիր ունեցող մարդ կա ձեր մոտ, որին դուք չեք թույլ տալիս, որպեսզի մասնակցի, կխնդրեմ այդ հարցը վերանայեք։ Ես կարծում եմ այսքանով թեման փակվում է ամբողջությամբ։ Եվ սա էլ մի իրավիճակ է, որտեղ մեր երկիրը, իշխանությունը եւ երկրի ղեկավարը մասնավորապես պետք է այդ դիրքերից հանդես գա։ Իսկ դիրքը միանշանակ հետեւյալն է, որ չի քննարկվում Հայաստանի ինքնիշխանությունը, չի սակարկման ենթակա չի, որտեղ այստեղ գոյություն ունի սահմանադրություն, օրենքներ, եւ այդ օրենքների շրջանակներում պայմանական այդ իրավիճակում այդ մարդը ուղղակի իրավունք չունի մասնակցել ընտրություններին, հա, կոնկրետ մի հատ դրվագ եմ բանում։ Նկատի ունեմ այս բոլոր հարցերը ոնց որ թեստ լինեն գործող իշխանությունների համար, այդ որոշումը կայացնելու համար իրավիճակը կարող է տարբեր, չգիտեմ, այդ թվում հիբրիդային գործիքների կիրառման միջոցով հրամցվի մեր հասարակությանը, որ գործող կառավարությունը ամեն ինչ անում, որպեսզի փչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց այդ իրավիճակներն են, որտեղ պետք է կառավարությունը շատ ինդ կանգնի իր տեղում եւ հստակ ուղերձի հանրությանը, որ մեր ինքնիշխանությունը սակարկման ենթակա չէ։ Բայց այնուհանդերձ, եթե շարունակենք Ռուսաստանի հետ հարաբերությունների թեման, դուք որպես ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, մշտական հանձնաժողովի արդեն նախկին նախագահ, ըստ ձեզ կա ինչ-որ տարբերակ Ռուսաստանի հետ այնուհանդերձ հարթել են կրճերտները, մանավանդ երեկվա հայտարարությունից հետո պարոն վարչապետի, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Եվրամիության անդամակցության հետ կապված ինչ-որ որոշակի փուլում Հայաստանում այնուամենայնիվ լինելու է հանրակրվե եւ եթե ժողովուրդը որոշեց, որ մենք գնում ենք դեպի Եվրամիություն եւ եթե այնտեղից բնականաբար դրական ազդակներ ունենանք, ապա մենք շարժվել ենք այդ ուղղությամբ, հասկանալի որ դրանից հետո արդեն ԵԱՏՄ-ի հետ կապված մեր բոլոր խոսակցությունները ավարտվելու են հենց այդ պահին։ Տեսեք, սրա մասին վարչապետը եւս խոսել է, ես կարծում եմ պետք է արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները մանավանդ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո կարելի ասել դրանից առաջ էր ինչ-որ չափով, բայց այդ կետից սկսած որոշակի տրանսֆորմացիոն գործընթացի մեջ են եւ սա բնական է։ Սա բնական է, որովհետեւ երեք էլ իր ելույթում վարչապետը ասեց, սրա մասին խոսում էր 100%-ով համաձայն եմ այդ դիրքորոշման հետ, որ մի բան է, երբ Հայաստանի Հանրապետությունը
իր հարևանների եւ մասնավորապես Ադրբեջանի հետ կոնֆլիկտային տրամաբանության մեջ է գոյատևում, հա, մի բան է այս պայմաններում հայ-ռուսական հարաբերությունները եւ մի բան է երբ տարածաշրջանում մեր մոտ ըստ էության բան է խաղաղություն է եւ այս առումով դերը Ռուսաստանի Հայաստանի ընկալման մեջ եւ փոխադարձաբար պետք է ինչ-որ տրանսֆորմացիային ենթարկվեն, որովհետեւ ըստ էության նախքան մինչև 2023 թվականի սեպտեմբեր Ռուսաստանի դերը Հայաստանի կյանքում հիմնականում անվտանգային կոնտեքստում է եղել եւ բնականաբար փոխադարձաբար Ռուսաստանը Հայաստանին ընկալել է որպես իր բանի պրոտեկտորատի ներքո մի միավոր, հա, դրանից բխող քաղաքական, տնտեսական եւ այլ տիպի ակնկալվող առնվազն լծակներով Հայաստանի նկատմամբ։ Իսկ ըստ էության խաղաղության պայմաններում բնականորեն այդ լծակները առնվազն փոքրանում են, եթե ոչ արդեն հասնում են զրոյական կետի։ Եվ սա նորմալ գործընթաց է, միգուցե Ռուսաստանի ընկալման մեջ, Ռուսաստանի շահերի ընկալման մեջ մի իրավիճակ, որը դժվար է մի քիչ տրանսֆորմացիա, այսինքն իրենց համար դժվարացնում է տրանսֆորմացիան, բայց ես կարծում եմ, որ ցանկացած երկկողմանի հարաբերություն պետք է անցնի այդ փուլով բարեկամաբար, հնարավորինս երկխոսության շրջանակներում եւ այլ եւ փորձելով այն կորցված լծակը պայմանականորեն, որի մասին խոսում ենք, փոխարինի մի այլ, չգիտեմ, քաղաքական կամ չգիտեմ տնտեսական կամ որևէ այլ հանգամանքով, որը Հայաստանի եւ Ռուսաստանի կապերը առնվազն կփոխի կամ հարաբերությունները կփոխի որակապես մի այլ տեղ կբերի, հա, եւ կարծում եմ այս տրանսֆորմացիան առաջին հերթին այդ թվում Ռուսաստանի շահերից է բխում, որպեսզի այս տարածաշրջանում վստահելի գործընկերը, որը հանդիսացել է մշտապես Հայաստանը, չդառնա մի կետ, որը խնդրահարույց կլինի Ռուսաստանի համար հետագայում պայմանականորեն, չնայած մեր կառավարությունը նմանատիպ հեռանկար որևէ պարագայում չի խոստանում Ռուսաստանի հետ, մենք հնարավորինս բոլոր ձևերով փորձելու ենք անել առավելագույնը, որպեսզի Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները շարունակեն լինել բարեդրացիական եւ փորձելով անել հնարավորինս, որպեսզի նաեւ տնտեսական եւ բոլոր հնարավոր փոխշահավետ ձևաչափերը շարունակեն աշխատել։ Պարոն Աղաջանյան, տեսեք, քանի որ ինքնիշխանությունից Հայաստանի խոսք գնաց, այդ թեզը շարունակում է շրջանառվել, որ գործող իշխանությունը Հայաստանը գուբերնականացումից տանում է դեպի վիլայեթացում եւ վերջին մի քանի օրվա ընթացքում որպես դրա ապացույց բերում են այն խոսույթը, որը երեք նաև խորհրդարանում վարչապետը օգտագործեց, խոսքը վերաբերում է անկլավներ, էքսկլավներ պատմությանը, որ Տիգրանաշենչի քյարքի է, շարունակեմ ինձ անկեղծ ասեմ, եթե անձնական դիրքորոշման խնդիր լինի, ինձ համար այնքան էլ հաճելի չի այդ խոսույթը, հա, երբ Տիգրանաշենը կոչվում է քյարքի, բայց հիմա եւ այստեղ արդեն խնդիր է առաջանում, թե երբ մենք խոսում ենք այդ անկլավների մասին, նույնիսկ անգամ եթե հնարավոր լինի դրանք փոխանակել, դրա արդյունքում էապես մեղմ ասած տուժելու է Հայաստանի ինքնիշխանությունը հաշվի առնելով, թե անկլավները որտեղ են, այսինքն մեկը Սյունիքը կապողն է, մեկը Վրաստանի հետ կապող միջպետական ճանապարհն, այնտեղով գազամուղ է անցնում, այնտեղով պիտի հարավհյուսիսը անցնի եւ այլն, այսինքն ըստ էության պոտենցիալ հակառակորդ գալ նստում է այդ ամենի գլխին։ Նախ արձագանքեմ գուբերնիացում վս վիլայեթացում այդ խոսույթը դաշտնետողները նախ եւ առաջ երևի չեն նկատում, որ արձանագրում են, որ Հայաստանը նախորդիվ կամ գործող մաներում ստատուս քվոն պահպանելու պարագայում գործողը բնականաբար չէ, բայց ինչ որ պահի, հա, արձանագրում են, որ Հայաստանը եղել է ֆորպոստային
երկիր Ռուսաստանի համար։ Դա արձանագրել է Գրիզլովը Երևանում։ Դե առավել եւս ըստ էության նրանց դրածողները այստեղ ազգային ժողովի նախագահի ներկայացմամբ ըստ որում նրանց ներկայացուցիչները այստեղ մեր քաղաքական շրջանակներում ըստ էության դա արձանագրում են, ինչը ինքնին աբսուրդ է։ Երկրորդը գալու ձեր դիտարկմանը առայն թե ինչքանով է մեզ հաճելի կամ ոչ X բնակավայրը կոչել ադրբեջանական կամ հայերեն անվանումով, տեսեք մենք համաձայն նախաստորագրված խաղաղության պայմանագրի Ադրբեջանի հետ փոխադարձաբար ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը հիմնվելով ուրեմն Ալմաթիի հռչակագրի համապատասխան դրույթի վրա, ըստ որի երկու պետությունները եւ բոլոր հետսովետական պետությունները իրար սահմանները ճանաչել են հիմնվելով սովետական ԽՍՀ այդ պահին գործող քարտեզների ուրեմն վարչատարածքային քարտեզների վրա։ Սա արդեն փակում է ըստ էության որևէ հարց, որը այտենց ինչ-որ ճաշակի բան է թողում, հա։ Ուզում եմ հիշեցնել, որ Արցվաշենի հարցը եւս այս կոնտեքստում կա, եւ եթե ձեզ թվում է, որ Արցվաշենի վերադարձը Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո մեծ անհանգստություններ եւ մեծ անհարմարություններ չի առաջացնի Ադրբեջանի համար, չարաշահ սխալվում եք։ Եվ դրա համար է, որ մենք նաեւ մեր հանրությանը տեղեկացրել ենք, որ պայմանավորվածություն կա, որ այդ հարցերին մենք անդրադառնանք հաջորդիվ, հաշվի առնելով, որ այդ թվում այդ խնդիրները, որոնք պրակտիկայում խնդիրներ կարող են առաջացնել երկու պետությունների համար, եւ կա սցենար, ըստ որի բնականաբար այդ պարագայում արդեն համապատասխանաբար երկու երկրներում պետք է հանրաքվե անցկացվի, որպեսզի փոխադարձաբար այդ հարցը լուծվի, բայց դրա արդյունքում տարածքային բալանսը որևէ կողմի համար չպակասի կամ չավելանա։ Խոսքը գնում է 29743 քառակուսի կիլոմետր տարածքի մասին, որը որևէ պարագայում սակարկման ենթակա չէ։ Ըստ այդմ բոլոր մնացած արդեն տեղանուններ եւ այլ այդ ամեն ինչը կբխի այդ սահմանազատման եւ սահմանազատման գործընթացից հետո կամ արդյունքում, այդ թվում անկլավների վերաբերյալ երկու ստեկ պայմանավորվածության արդյունքում, որին դեռ շատ կա։ Տեսեք, Ադրբեջանի թեմայի մեջ մնալով, Ադրբեջանի հարաբերությունների շատ փորձագետներ կարծում են, գրեթե պնդում են, որ Ադրբեջանը այնուամենայնիվ անկախ ամեն ինչից չի գնա խաղաղության պայմանագրի ստորագրման, կթողնի նախաստորագրված վիճակում կպարաֆինացվի այդ խնդիրը, այսինքն ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, ըստ էության, հա, տրամաբանության մեջ, հա, հողի վրա խաղաղությունն է, բայց թղթի վրա այդ խաղաղությունը կա այնքանով, ինչքանով, որ ասենք կա եռակողմ համաձայնագիր, այդ եռակողմ համաձայնագրի այսպես արբիտրաժը պայմանական ասենք, ոչ թե երաշխավորը, ինչը լույս միշտ խառնում են, արբիտրաժը Միացյալ Նահանգներն է։ Հիմա ասես սա է իրատեսական ավելի տարբերակ, թե այնուհանդերձ որ օրինակ մինչև տարվա վերջ կամ գալիք տարի ասենք կստորագրվի պայմանագիր։ Իսկ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ միանշանակ է, այսինքն մենք պատրաստ ենք օր առաջ ստորագրել պայմանագիրը, ինչպես իրավացիորեն նշեցիք, Ադրբեջանը ըստ էության ձգձգում է, շարունակում է ձգձգման քաղաքականությունը, ցավոք նաև կապում է այս process-ը մեր ներքին գործընթացների հետ, մասնավորապես սահմանադրության փոփոխության հետ, բայց ես ուզում եմ անկեղծ լինեմ մեր լսարանի հետ, որ որևէ քննարկում կամ որևէ գործնական քննարկում առնվազն ադրբեջանցիների հետ սահմանադրության փոփոխության հետ կապված երբևէ չի եղել, իսկ այս հայտարարությունները, որը մենք լսում ենք, մենք էլ թե հրապարակային, թե այդ թվում մասնավոր հանդիպումների ժամանակ իրենց մեր դիրքորոշումը հայտնել ենք, որ սա ամենևին չի բխում ընդհանուր խաղաղության գործընթացի տրամաբանությունից եւ ավելին արձանագրել ենք, որ մեր սահմանադրությունը, մեր ներքին խնդիրն է եւ որևէ կապ չունի եւ իրենք իրավասու չեն որևէ բան դրա հետ կապված պահանջել։ Ուզում եմ նաեւ նշել, որ նախաստորագրված խաղաղության պայմանագրում որևէ կետ չկա սահմանադրության փոփոխության հետ կապված Հայաստանի եւ այս առումով կուզեի, որպեսզի մենք ոչ թե եւ ոչ այնքան ուշադրություն դարձնենք Ադրբեջանի կողմից այդ թվում պաշտոնական մակարդակներում խոսույթի եւ հաճախ դեստրուկտիվ խոսույթի վրա, ինչքան
փաստաթղթավորված երկկողմանիորեն ստորագրված փաստաթղթերի բովանդակության վրա։ Եվ երբ սկսում ենք արդեն այդ պրիզմայով նայել այս խնդիրներին, ամեն ինչ շատ ավելի պարզ է դառնում, իսկ թե ինչու է խոսույթը Ադրբեջանում շարունակում մնալ կամ պարբերաբար սրվում եւ այլ, գիտեք, մենք գործ ունենք բոլորովին այլ տեսակի եւ այլ որակի պետության հետ, որտեղ ժողովրդավարության մակարդակը կամ ընդհանրապես պետական համակարգը բոլորովին այն տրամաբանությամբ է գործում եւ շփումները կամ եւ մեսիջները, որոնք իրենց հանրությանը հղվում են այս կամ այն պատճառով կամ դրդապատճառով, կարելի է այդ մասին երկար մտորել, ենթադրել եւ այլ, բայց ուզում եմ ասեմ, մենք գործ չունենք մի պետության հետ, որը ի համեմատ մեզ օրինակ շատ ավելի կանխատեսելի է իր գործունեության, իր քայլերի մեջ եւ կարծում եմ պարզ իրականություն է, որ երբ գործ ունես ժողովրդավարական պետության հետ, բնականաբար ունես մի գործընկեր, որը շատ ավելի կանխատեսելի է իր մտադրությունների մեջ առնվազն։ Եվ հետեւաբար գալով ձեր հարցին, թե արդյոք կարծում եմ, որ սցենարն է ավելի հավանական, կարծում եմ մի քիչ անշնորհակալ գործ կլինի փորձել կանխագուշակել այլ պետության մանավանդ նմանատիպ պետության քայլերը, բայց կարծում եմ այստեղ կարևորն է, որպեսզի մենք մեր ուղուց չշեղվենք եւ շարունակենք մեր քաղաքականությունը։ Ուզում եմ հիշեցնել, որ 21-ից ի վեր, այսինքն վերջի 5 տարիների ընթացքում մենք անցել ենք իսկապես ճգնաժամային մի քանի սուր դրվագների միջով եւ այդ ամբողջ ընթացքում մենք շարունակել ենք պնդել, որ չենք հրաժարվում խաղաղության օրակարգից եւ փաստացի այս մոտեցումը մեզ բերել է խաղաղության հանգրվանի եւ կարծում եմ այս դասը մենք պետք է լավագույնս սերտենք եւ շարունակենք ել ավելի պինդ եւ ամուր կանգնել այս դիրքերից։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցն էր Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։